Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Ողջույն, պարոն Սաքուն, շնորհակալություն զրույցի համար։ Ողջույններս, պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Հետաքրքիր են ձեր դիտարկումները, մոտեցումները տեղի ունեցողին։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց ահաբեկչության կազմակերպում, իշխանության զավթում, հեղաշրջում եւ այլն։ Առավոտից մենք տեսնում ենք ձերբակալություններ, խոզարկություններ, զենք զինամթերք, տարբեր սարքավորումներ, միջոցներ դրա համար ձերբակալված տասնյակից ավելի մարդիկ, այդ թվում եւ Վազգեն Գալստանյանը, նույն ինքը Բագրատ arczepiskopos Գալստանյանը, նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության զավթման, ահաբեկչության կազմակերպման համար։ Ինչ է տեղի ունենում եւ ինչու, ու ամենակարևորը, այդ թելերը ուր են գնում։ Դե ճիշտ ասած, արդեն նախ առաջերտին եկեք արձանագրենք, որ քննչական կոմիտեի կողմից հրապարակված այդ տեսա, այսինքն ձայնագրությունները եւ նաեւ խոզարկությունների արդյունքում ձեռք բերված այսպես կոչված իրեղեն ապացույցները իհարկե դեռևս քննության առարկա պետք է դառնան, որովհետեւ գիտենք, որ արդեն որոշակի կասկածներ են ուրեմն հրապարակայնացնում պաշտպանյանների կողմից, այսպես կոչված քաղաքական պաշտպանյանների կողմից, որ իբր դրանք արհեստական բանականությամբ են, հա, ձևավորված։ Չնայած կարելի է այսպես ասել, որ մթնոլորտը իհարկե շիկանում էր։ Մթնոլորտը շիկանում էր եւ Չեխովի հայտնի այն ասույթը, եթե հրացանի պատից կախված է հրացան, ապա ինչ որ մի ժամանակ նա կրակելու է։ Նաև հաշվի առնենք այն հռետորաբանությունը, որը օգտագործում էր այսպես կոչված ընդդիմադիրների կողմից, սա մեկ։ Մյուսը եւ նաև արձանագրենք, որ Կրեմլի կողմից այսպես շուտափույթ բառացիորեն ժամեր անց այդպիսի արձագանքը այսօրվա քննչական կոմիտեի կողմից կատարված գործողություններին սա ուղղակի աննախադեպ է։ Այսինքն կարծես թե այնտեղ ուղիղ հեռարձակմամբ հետևում են, հա, Հայաստանում թե ինչ է տեղ ունենում եւ նման մի կողմից էլ իհարկե արձագանքում են, թե բա Հայաստանի ներքին դա գործն է, կարծես թե Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունները Հայաստանի ներքին գործը չէր, բայց ուղղակի բերում է այնպիսի համոզման անաչառ եւ անկողմնակալ դիտողի մոտ, որ կարծես թե սինխրոն կամ առնվազն իրազեկված կամ իրազեկմամբ, հա, կամ տեղեկացմամբ կատարված գործողություններ էին։ Ավելին, Կրեմլի կողմից հնչեցվում է սպառնալիք, որ հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հարձակում չկա։ Այսինքն սա ուղղակի պատասխանատվություն է վերցում այն բանի, որ իրենք կարող են եւ կանխել եւ նաեւ հրահրել Ադրբեջանի կողմից ուրեմն սպառնալիքները կամ հարձակումը, ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Այլ հարց է դա հնարավոր է թե ոչ։ Արդյոք Կրեմլը կարող է այդպեսի մենաշնորհի հավակնի կամ իր ասածով, հա, Ալիևը հարձակվի, բայց որ դա հնչեցվում է հենց այսօրվա տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների պատկերում, ապա դա շատ ուշագրավ է։ Ես միանշանակ եմ պնդում, որ եւ դրանում արդեն արտահայտվել եմ, որ Հայաստանում իրական ընդդիմությունը բովանդակային առումով եւ ձևակերպում առումով Կրեմլն է։ Հանձինս տեղական, այսպես կոչված քաղաքական ուժերի, որոնք չեն էլ թաքցնում։ Ամեն ինչի մասին խոսում են, բայց Կրեմլի սպառնալիքների մասին բացարձակապես ոչ մի խոսք, որովհետև Կրեմլի սպառնալիքները իրենց սրտով է, որովհետև Կրեմլի սպառնալիքների արդյունքում կարող են հավակնել, որ Հայաստանում տեղի ունենա անկախատեսելի, անկառավարելի իրավիճակ, որի որից փրկելու համար հերթական անգամ կարող են գալ եւ ասել մենք ձեզ
կազատագրենք, իսկ այ որպես մեր ազատարարների այսպես կոչված ներկայացուցիչները այս քաղաքական ուժերն են, որոնք անթակույց ուրեմն ամեն ինչ գլխամորած միայն ասում են Կրեմլի միջոցով մեզ փրկելու այդ ջատագովներն են։ Իհարկե նորից եմ կրկնում, այն ձայնագրությունները, որոնք օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում են ձեռք բերվել, նրանք դեռևս կհետազոտվեն քրեական գործի շրջանակներում, բայց ինձ ազնվորեն եմ ասում, ինձ տխրեցնում է այն խայտառակ իրավիճակը, որ քաղաքական դաշտում կա, որ Հայաստանի Հանրապետության մասին իբր թե մտահոգողները, որոնք տարիներ շարունակ հիշում եք, մեզ մեղադրում էին, թե իբր դրսի ը, ագենտներ են եւ այլն, իրանք անթակույց հանդես են գալի որպես հենց դրսի ուժերի ծառայող, դրսից տաղաբերող, այդ իրենց տերմինն է, հա, ավելին ոչ թե տաղաբերող, դրսից սպառնալիքի հիման վրա տեղում իշխանություն վերցնելու այդ ուղղակի անթակույց այս պահվածքը ուղղակի խայտառակություն։ Այդ մարդկանց համար եթե ելնենք այդ ձայնագրության անհատվածից, որ տես ազգը այդ իրենց որակումները տալիս են, չէ, ես նույնիսկ ամոթել է այդպիսի վերավորական արտահայտություններով, իրենք արձանագրում են նաև այդ որակումները, որ իրենք փոքր են, այսինքն փոքրաթիվ են, իրենք ազգ չեն, իրենք ազգը չեն կարող ներկայացնել, որովհետև եթե ազգին այդպիսի որակում է որակում են տալիս, իսկ իրենք էլ գալիս են այդպիսի վիրավորական նվաստացուցիչ որակումներով ազգին փրկելու, հետեւաբար իրենք փոքրամասնությունն են։ Իրենք արձանագրում են իրենց խոսքով իրենք փոքրամասնություն եւ նաեւ օգտագործեցին այդ արկածախնդիրներ տերմինը, զարմանալի է, արկածախնդիրների խմբակներ, այսինքն իրապես արկածախնդիրների խմբակը հայրենասիրության քողի տակ ռուսական սապոգով ուզում է գա Հայաստանում զավթի իշխանությունը։ Սա տխուր է, լուրջ բան եմ ասում, որովհետև ես չեմ պատկերացնում որևէ մեկ այլ պետություն, այսինքն հանձինս ասենք նույն Մերձբալթյան հանրապետությունների նախկին խորհրդային միության, որտեղ ընդդիմություն թե իշխանություն, ասենք թե կարողանան իրենց թույլ տան հանդես գալու պետության դեմ, որտեղ պետության Ռուսաստանի Դաշնությունից մենք պետության ինքնիշխանության մասին կամ դա ակնկալիքների մասին չենք կարող խոսալ։ Կարող սպառնալիք է։ Դա փաստ է Ուկրաինայի դեմ ագրեսիայի, այն գործելակերպը, որ Վրաստանի դեմ է կիրառում, այն որ տեսանք նաև Մոլդովայում ինչպես է դրսևորում, այսինքն հետխորհրդային տարածաշրջանի բոլոր պետությունների նկատմամբ։ Անկամ հիմա պարոն Ոսկանյան լուրջ դիտարկվում է, թե ինչ սցենարով է նաև հարձակվելու մերձբալթյան պետությունների վրա։ Բլումբերգի այսօրվա հաղորդագրությունը շատ ուշագրավ է, այսինքն ագրեսիա, բռնապետություն, բռնություն, հակաքաղաքակրթական, հակամարտկային, չգիտեմ, կոռումպացված այդ ամբողջ որջը, որը Կրեմլում նստած է, դրան ապավինելը դա նշանակում է այդ ամեն ինչը ներս բերես քո պետության մեջ եւ դրա հիման վրա ձևավորել։ Սա ուղղակի ես չեմ հասկանում, թե ինչ աշճանի պետք է ուրեմն չսիրես պետությունը կամ ինչ աշճանի պետք է ուրեմն մտագալար կամ չգիտեմ ինչ ասեմ, ձգտես իշխանությունը վերցնելու, որ ամեն ինչ ոտնատակ տալու շնորհիվ կամ արդյունքում թեկուզ պետությունը վերացնելու, չգիտեմ ինչ անելու, ոչնչացնելու ինքնիշխանություն, ինքնուրույնություն եւ այլն, միայն թե իշխանության գալ։ Այդ ատելությունը այդ ծայրաստիճան ատելությունը մարդկանց նկատմամբ, այսօր արդեն իշխանության մասին չխոսք, նաև ազգի նկատմամբ, հա, որ իրանք օգտագործում են, հա, այդ ատելության հենքի վրա պատրաստ, տեսեք ինչ ասում եմ, մի երկու հոգի կգյուլենք այդ բառապաշարը, այսինքն
Ես ասել եմ, որ ուսում ընդդիմությունը, այսպիսի կրիմինալ ընդդիմություն ես չեմ պատկերացրել Հայաստանում։ Չի եղել։ Այսևի կրիմինալ ընդդիմություն չի եղել։ Եվ իդեպ, գիտեք, պատահական էլ չի, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը երբ իրականացավ, երբ որ հենց այդ քաղաքական ուժերը Հայաստանում իշխանություն ձևավորեցին, հիշում եք, պարլամենտում, ՀՀԿ, ՀՅԴ եւ այլն, եւ հիմա այդ ուժերից հեռու չի, ասենք այդ նույն այն մեթոդ գործելակերպը կամ այն գործիքակազմը, որ կիրառվեց եւ ընդ որում շահառուն ովքեր էին այդ ահաբեկչական գործողության, հենց այդ քաղաքական ուժերն են, որ հիմա ջատագովվում են եւ ըստ էության չկա որևիցե, տեսեք, չկա շատ կարևոր հանգամանք, որևէ խոսք, որ դատապարտում են ցանկացած ահաբեկչական գործիքակազմ կամ գործելակերպ, անթույլատրելի եւ եթե գտնում են, որ ասենք թե իրապես Բագրատ այդ Գալստանյանը կամ նրա համախոհները այդպիսի միտում են ունեցել, ապա դա պետք է միայն օրենքով, հա, օբյեկտիվ քննությամբ պարզվի, բայց գոնե մի խոսք ասվի, որ իրենք անընդունել են համարում, դատապարտում են ահաբեկչական ցանկացած բնույթի գործողություն անգամ մոտեցում ներքաղաքական պայքարում, չկա այդ խոսքը, հասկանում եք, ավելին, նույնիսկ տեսեք, իրենք սկսում են սատարել, հա, չէ, գոնե ասենք դա, ես ասում եմ, պետք է լինի օբյեկտիվ քննություն, չէ, վերջին հաշվով, ամեն մեղքի, ամեն մեկի պատասխանատվության արժանը որոշելու համար, թե ով ինչ դերակատարում է ունեցել եւ ինչ մեխանիզմներ են գործադրել եւ ինչ քայլեր են, հա, քայլերի մեջ դերակատարում, որտեղ այդ ի՞նչ է նշանակում այդ խմբերը 25 հոկյանոց հետո 8-8, 9-9, հա, այդ ովքեր են այդ կազմը։ Սա է ամբողջը ուրեմն ողբերգությունը, որ քաղաքական համակարգում ահաբեկչությունը որպես ներքաղաքական գործընթացներին կիրառվելիք գործիք կամ մոտեցում չի դատապարտվում պարլամենտում ներկայացված քաղաքական ուժերի կողմից։ Գոնե մի խոսք ասեք, թե լավ, մենք չենք հավատում, ենթադրենք արդարադատությանը, չենք հավատում, չգիտեմ, քննչական մարմիններին, կարող եք, չէ՞, վերջնաշրջանում։ Բայց դատապարտում ենք ցանկացած, եթե դա իրականություն է, դատապարտում ենք նման ցանկացած գործելակերպ։ Այս խոսքերը չեն հնչում։ Այս սրա մասին է շատ շատ ցավալի։ Քանի որ դուք սկսեցիք նաև Ռուսաստանից խոսել, Կրեմլից խոսել, ենթադրենք, այս ամեն ինչի թելերը ընդհանուր միջև այնտեղ են հասնում, բայց նախ իշխանությունը որքանով շահագրգռված կլինի այդ փաստը, եթե այդպես լինի, արձանագրելու, այս մեկ, այսինքն, եթե արձանագրում ես փաստը, ենթադրաբար ուղիղ արդեն մտնում ես առճակատման մեջ, այսպես ասած, Ռուսաստանի հետ, հա, որքանով է դա հնարավոր եւ եթե ոչ, ապա մենք պիտի էլի ականատես լինենք, այսպես ասած, ներսում մաշող պայքարի։ Տեսեք, եկեք էլի, որտեղ պետք է զուգահեռներ հասկացնել, այնուամենայնիվ։ Այդեպ ես ասեմ, ես նույնիսկ որոշակի տարակուսած եմ, որ առաջին նախագահն վերստին որևէ խոսք չասեց այս սպառնալիքների հետ կապված։ Այն դեպքում, երբ որ հիշում եք ժամանակին 1994 թվականին Դաշնակցության կողմից դրող խմբի հետ կապված հենց ինքն էր հանդես գալիս, հա, այսինքն կանխեցին դրող խմբի վերաբերյալ տեղի ունեցավ դատավարություններ, հիմա ես չգիտեմ, այդ նույն կուսակցության կապակցված, հա, խումբը հիմա այդ նույն կուսակցության հետ առնչություն ունեցող անգամ падգամավոր եւ այլն ու զարմանալի է այս դիրքերի կամ դիրքորոշման փոփոխությունը։ Ես մի բան հավելեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր իր առանձնատանը Գարեգին II-ին է ընդունել եւ ասել, որ ինչպես Արցախյան պատերազմում, եկեղեցու դեմ պատերազմում եւս Փաշինյանը իշխան։ Ես չեմ ուզում հիմա
քննարկել, թե ինչ գնահատական տալիս, ես խոսքը վերաբերում է նրան, որ ահաբեկչական գործողության վերաբերյալ չի տրվում հստակ գնահատական, այն դեպքում, երբ որ ժամանակին նույն ահաբեկչական խմբավորման ձևավորման հետ կապված ժամանակին քրեական գործ հարուցվեց, հա, այսպես ասեմ։ Մանավանդ դրող խմբից հետո նաև ասեցի հոկտեմբերի 27 եւ այլն, այսինքն ահաբեկչությունը որպես հնարավոր միջոց ներքաղաքական բանավեճում կամ ներքաղաքական պայքարում դատապարտող որևէ հայտարարություն չկա։ Սա շատ ուրեմն մեղմ ասած դատապարտելի է այդ բանը, հա։ Բայց ձեր հարցին մոտենում։ Տեսեք, հիշում եք, հոկտեմբերի 27-ի դատավարության հետ կապված մինչև հիմա օրակարգում է, որ կան դրսից շահագրգռված ուժեր։ Այս վարկածը եւ այդ ուղղությամբ պարբերաբար հնչեցվում է, որ առանձնացված մաս կա, որի ուղղությամբ պետք է քննություն գնա եւ մենք իհարկե շատ լավ գիտակցում ենք, որ շահագրգիռ երրորդ կողմի կողմ ասածը դա էլի Կրեմլն է։ Հիմա այն անգամ լավ հաջողացրեցին չակերտավոր չասեմ, այլ ուղղակի ողբերգական այդ իրադարձություն տեղ ունեցավ, գլխատեցին պարլամենտը, կառավարությունը եւ այլն, հա։ Հիմա հնարավոր եղավ կանխել։ Ու էլի ակնհայտ է այդ մարդկանց անմիջական մեղմ ասած բարյացակամ չասեմ, այլ շահագրգիռ մոտեցումը Կրեմլի աջակցությունը ստանալու եւ նաեւ Կրեմլի քաղաքականությանը աջակցելու, որովհետեւ Կրեմլի որևէ գործողություն դատապարտել, որևէ դատապարտող խոսք չենք լսել դրանց կողմից։ Չնայած այդ Կրեմլի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող պարբերական սպառնալիքներին, ել չեմ խոսում իրանց դաշնակցային պարտավորությունները չկատարելու մասին։ Իրավապահ մարմինները պարտավոր են իրապես բազմակողմանի օբյեկտիվ եւ լրիվ քննություն կատարել, ողջելու համար Հայաստանում նախապատրաստվող կամ այդպիսի հիմքով այս ահաբեկչության կազմակերպելու գործով քննության շրջանակներում անպայման այդ վարկածը նույնպես քննության առնել։ Մենք եւ եթե դա չարվի, ապա ես պետք է հստակ պնդեմ, այսինքն դա պետք է այդ վարկածը քննության առնել, որովհետեւ կներեք բառացիորեն այս օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այս զայնագրությունների, չէ, հրապարակումից նախորդ օրը մի քանի օր առաջ ավելի ճիշտ Սամվել Կարապետյանն է, չէ, հայտնվում Հայաստանի Հանրապետությունում։ Իր բիզնեսը թողած Ռուսաստանում, այդ ինչա այսքան տարի դո պատերազմ էլ եղավ, դո չգիտեմ, այդ 30 տարվա ընթացքում զուտ գնացել եկել այվ այլն։ Հիմա առաջի անգամ իջա բանի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ նման մտահոգող բաներ չկար, որ կար Հայաստանում, ասենք թե մասնակցել եւ այլն, հա։ Ես որակում տվեցի, որ Կրեմլն է միակ ընդդիմությունը եւ դա այդ պատկերը ամբողջանում է ինչպես Սամվել Կարապետյանի կողմից այսպես կոչված եկեղեցում, բայց իրականում կաթողիկոսին եւ մի քանի իր հավատարիմ կամ հպատակ, հա, հոգեվոր հայրերի աջակցության, այնպես էլ եկեղեցու կողմից Սամվել Կարապետյանի աջակցության հայտարարությունը։ Այսինքն ռուսական օլիգարխիա պլյուս կաթողիկոս պլյուս մի քանի հոգեվորականներ, սա դառնում է Հայաստանի ներկա ընդդիմության հիմնական կրող ինստիտուտները։ Մնացած այդ քաղաքական ուժերը դրանք ուղղակի մասնակիցներն են կամ լրացնողներն են։ Իդեպ շատ կարևոր է համարում ուշադրություն դարձնել ոչ թե եկեղեցին, որը անընդհատ փորձում են ձևակերպել եւ ասել եկեղեցի, ոչ, որտեղ հենց նույն եկեղեցու շատ սպասավորներ հենց դեմ են կաթողիկոսի եւ հրապարակավ են արտահայտվել եւ գործող եւ հերացված, հա։ Պարզ է, չէ, այսինքն եկեղեցին միայն կաթողիկոս չի կամ իր մի քանի հպատակ, ասենք թե եպիսկոպոսները, որտեղ նաև այն եպիսկոպոսներ, հենց թեկուզ Մոսկվայի եւ Մեծ Նախիջևանի թեմի նախկին առաջնորդը, որին հերացվեց,
Տիրան arczepiskopos-ին, չէ՞, կամ եւ առանձին հոգևոր հայրերի ձայներն ենք լսում։ Այսինքն, այստեղ չկա եկեղեցի պլյուս ռուսական օլիգարխիա հանձինս Կրեմլի, այլ կա կաթողիկոս մի քանի ուրեմն հոգևորականներ եւ պլյուս այդ ուրեմն ռուսական օլիգարխիա եւ ներքի տեղական այսպես կոչված պուտինյան ռեժիմի կամ ռուսաստանյան, ասենց ասեմ, պրոքսիների հավաք, որը դրանք իրենք ամբողջանում են որպես հանդես են գալիս որպես ընդդիմություն։ Իդեպ իրանք էլ են խեղաթյուրում նույնիսկ իրենց այսպես կոչված քաղաքական առաջնորդի Ռոբերտ Քոչյանի խոսքերը, որտեղ որ ժամանակին ասել է ոչ թե եկեղեցին, այլ ասել է հարգանք վայելող հոգևորական անգամ Ռոբերտ Քոչյանը չի օգտագործել հայ առաքելական եկեղեցու ինստիտուտը։ Այսինքն օբյեկտիվ եկեք նայենք։ Ինքը ասել է հայ առաքելական եկեղեցու հանրության մեջ հարգանք վայելող է իր ձևակերպումն է։ Թե ինչքանով հարգանք վայելում չի վայելում դա այլ հարց է։ Բայց հարգանք վայելող հոգեբարձրաստիճան հոգևորականը, որը կարող է գլխավորել այդ շարժումը։ Համա հասկանալի է, այստեղ եկեղեցու մասին խոսք չկա։ Թե ինչի են անընդհատ նույնականացնում կաթողիկոսին եւ եկեղեցուն, հա, սա ուղղակի ասեմ, որ նպատակային գիտակցված կեղծիք է, նպատակային, նպատակադրված եւ փորձում են այդ հանրային տրամադրությունները ստեղծեն, որը իրենց այսօրվա նաեւ քննչական կոմիտեի կողմից արձանագրված այդ ենթադրյալ, հա, այդ փաստաթղթում հստակ գրված էր հուսահատություն, հա, մանիպուլյացիաներ, ուրեմն արճակատումներ, ընդհանուր վերջին տեսա բանը վերջին ձայնագրության մեջ կարծեմ այսպեսի մի կոչ էլ կար, որ գնան մայրաթոր ջարդեն, փշորեն, սատկացնեն, չգիտեմ ինչ անեն, կոտորեն ու առաջանալով բերել Երևան։ Այսինքն ես ուղղակի չեմ, այսինքն չկա սրբազան կոչվող հայրերի կողմից որևէ սրբություն այլևս չկա։ Անկամ պատրաստ են իրենց հոգևոր կենտրոնը հանդիսացող, հա, եկեղեցու նկատմամբ այդ ոտնձգությունների ճանապարհով, մարդկանց դյուրլելու ճանապարհով այդ վիրավորական որակում տվա տալով ազգին, փրկեն այդ ազգին, հա։ Սա ուղղակի եւ այս առումով ես վստահեցնեմ, այդ իմ համոզմունքն է։ Առանց Կրեմլի աջակցության իրենք չէին համարձակվի անգամ քայլանի, որովհետև շատ լավ գիտեն, որ իրենք որևէ աջակցություն չունեն։ Ավելի նաև իրենք մի բան խոստովանում են, որ հանրային աջակցությունն էլ չունեն մեծամասնության կողմից։ Այն որ ասում են մի փոքր խմբակի կողմից են Սամվել Կարապետյանները հրավիրել։ Հիմա իրենք արձանագրում են, որ այդ փոքր խմբակ ասածը հենց իրենք են։ Որովհետև եթե փոքր խմբակ չեն, ապա այդ դեպքում ինչու՞ համար եք գնում նման արկածախնդրային ահաբեկչական գործողությունների պլանավորման ճանապարհով, որովհետև դուք տեսաք, համոզվեցիք, որ հանրային աջակցություն չունեք։ Այսինքն այն որակումները, որ օգտագործում են, այդ որակումներն ավելի շատ իրենց է վերաբերում։ Ես չեմ ասում իշխանությունը ունի մեծ աջակցություն, ասենք թե 2018 թվականին, այն որ Հայաստանի հասարակության զգալի մեծ հատված եւ դա հստակ երևաց Երևանի ավականուն ընտրությունների ժամանակ, Գյումրիի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ընտրազանգված է, հա, չեն մասնակցում ընտրություններին, ոչ թե անտարբեր են, այլ չունեն նախասիրած, հա, այսպես կոչված այն ուժը, որի համար կգնային մեծամասնությամբ կքվեարկեին, սա փաստ է, բայց կներեք այդ նույն թեկուզ իշխանությունը հո մարդկանց չի անվանում, ենթադրենք, չգիտեմ ինչ կամ բան, որ իրանց ավելի շատ ձայն չեն տվել Գյումրիին, փաստ է դա հիմա ընտրությունների արդյունքում։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք է, որ ուզում եմ արձանագրեմ, այս մարդիկ ժողովրդավարություն ասած անվան տակ, հա, փորձելով, որ իբր այդ քալի տեսնելով հաջողություն չեն հասնում, նման գործողությունների մտադրությունը ցույց է տալիս, որ իրենց համար ժողովրդավարությունը ընդամենը դա ձևական բան ունի, նշանակություն ունի, դրանք բովանդակությամբ
հակաժողովրդավարական են, հակամարտկային են, հակաազգային են, հակապետական են։ Ինչու՞ համար, որովհետև Հայաստանում իշխանությունը պետք է մի ձևավորի միայն ընտրությունների միջոցով։ Եթե դու ընտրական ինստիտուտում, ընդ որում կարծեմ ազգային ժողովի պարլամենտում պատգամավորներից մեկը ժամանակին, հիմա չեմ հիշում ով ասաց, դե եթե ընտրություններով չի ստացվում, հո մենակ ընտրություններով չենք իշխանությունը բանանելու, չէ, փոխելու։ Այսինքն անգամ քաղաքական, հա, ներկայացուցիչը համոզված լինելով կամ ը, կասկած ունենալով, որ իրենք կստանան մեծամասնության ձայնը, թքած ունեն այդ ընտրական ինստիտուտի վրա, որի վրա տարիներ շարունակ թքած ունեին ի վերջո, հա։ Միանշանակ է, որ Հայաստանում իշխանությունը վերցնելու իբր թե ազգին փրկելու կամ պետությունը փրկելու նպատակով իրականում արհամարած ունենալու այդ ազգին նման իրենց որակումներով դա կարող են իրականացնում են միայն Կրեմլի աջակցությամբ։ Ընդ որում ես ինչքան հասկանում եմ Կրեմլը նույնիսկ ինքը չէ գումար դնում, այլ ասում է թե իմ մոտ այ օլիգարխները, որոնք փող են աշխատել, հա, դուք ձեր փողերը կծախսեք հանուն իմ շահերի, այսինքն ես հնարավորություն եմ տվել ձեզ, որ դառնաք մեծահարուստ։ Հիմա ժամանակն է եկել այդ գումարի մի մասը ծախսել կամ այդ գումարը ծախսել իմ շահերի համար։ Այդ նույն մտածողության արտահայտությունն է, պարոն Ոսկանյան, որ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ ներգրավման ժամանակ միգրանտներին, հա, որտեղ այնտեղ աշխատում են տարբեր նախկին Միութենական Հանրապետության քաղաքացիներ, այդպես էլ ասում են։ Ասում մինչև մա ձեզ հնարավորություն եք տվել, որ դուք այդտեղ եկամուտ ստանաք, ապրեք եւ այլն, հիմա եկեք գնացեք կռվեք, բայց դա չի համար եք ստացել, հա, այսպես բանը այդ փոխհատուցման այսպես կոչված ինստիտուտը նաև գործում է քաղաքական նպատակներով, բայց ազնվորեն ասեմ ես նույնիսկ այս աստիճան կացնային, հա, ռուսերեն ասենք տապորային անգրագետ ասեմ, թե չմտածված գործելակերպ հետ չէի սպասում ՖՍԲ-ի կամ ԳՌՈ-ի կողմից կամ Կրեմլի կողմից, որ իրապես տապորային են աշխատում այդ մարդիկ։ Բացարձակապես որտեղ իրենք արդեն վաղուց քաղաքական գործիքակաս, քաղաքական մեթոդներ եւ այլն վաղուց մոռացել են։ Այսինքն սա գնում եք, զավթում եք, սպանում եք, ոչնչացնում եք, կոտորում եք, հա, գյուլում եք եւ այլն, հա, այդ ռուսերեն ասած բիդլային, հա, կառավարելու համար։ Պարոն Սարգսյան, եթե այնուամենայնիվ իշխանությունը Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ չգնալու համար այդ թելերը եթե հասնեն Ռուսաստան, հա, չի, այսպես ասենք, բացահայտում, չի արձանագրում նաև հրապարակային, ապա դրա դեմը առնելու միջոցներից մեկը այն է, ինչ հիմա կատարվում է։ Շնորհակալություն, որ այդ հարցը նորից առաջադրեցիք, հա, տվեցիք, որտեղ այո, ինչպես նախորդ հարցի ժամանակ իշխանությունը պարտավոր է ապահովի, երաշխավորի, որ պետք է լինի օբյեկտիվ քննություն։ Ձեր ասած վարկածը, եթե քննության առնում եւ հիմնավորվում է փաստերով, իսկ դա պետք է անպայման, չպետք է թաքցվի քաղաքական նպատակներով։ Էլ ինչ պետք է անի Կրեմլը, որ վերջապես Հայաստան Հանրապետության առաջերտին քաղաքական իշխանության մասին խոսքը իրավապահ մարմիններին։ Ես նկատում եմ քննչական կոմիտեն, նկատում եմ ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, իրենք պետք է օրենքի տրամաբանության հիման վրա օբյեկտիվ բազմակողմանի լրիվ քննություն կա։ Եվ եթե այդ քննության արդյունքում ապացուցվում է, հիմնավորվում է Կրեմլի անմիջական հովանավորություն ասեմ, մասնակցություն ասեմ, վերջնաշով աչակցությունը, հա, ապա այդ դեպքում քաղաքական իշխանությունը այդ իրավական գնահատական իման վրա բավական լուրջ հարց պետք է բարձրացնի Կրեմլի առջև։ Ընդཐུպ միջև դիվանագիտական բավական դեմարշ, որ դուք միջամտեցիք արդեն քրեայորեն հետապնդելի գործողություններ կազմակերպելու միջոցով Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Էլ ինչ, այսինքն որևէ
Հակառակ դեպքում, հակառակ դեպքում պետք է մտածել, որ ներկա իշխանությունը իրապես հերթական անգամ, ոնց որ նախորդ իշխանությունը հոկտեմբերի 27-ի հետ կապված, փորձում է Կրեմլին Կրեմլի երեսը լվալ։ Այսինքն Կրեմլին ասել, այսինքն փրկել Կրեմլի երեսը, որ իբր նա որևէ միջամտություն չունեց։ Այսինքն մենք հերթական անգամ պետք է ունենանք առանձնացված գործ, այս քրեական գործ, եւ հերթական անգամ ասել, դե գիտեք, քննություն ա գնում տարիներով ձգվի։ Ես հասկանում եմ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այդ ժամանակը, բայց հիմա ինչ պետք է այդպես լինի։ Եվ այդ դեպքում ինքը դուրս կգա, որ իրապես քաղաքական, որովհետև դա, եթե դու այդ քննության արդյունքում արձանագրված, տեսեք, նույնիսկ կրկին, քննության արդյունքում, եթե ապացուցվում է Կրեմլի ուղղվածությունը, դա շատ կարևոր քաղաքական նշանակություն ունեցող գործիք է, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները բերեն կարգավորվեն այն վիճակի, որ Ռուսաստանը իմանա, որ այստեղ չեն զիջելու, այստեղ չեն լռելու, այստեղ չեն ենթարկվելու իր այլանդակ, հա, միջամտություններին, որը մենք տենում ենք քաղաքական խոսակցության մեջ, խոսույթի մեջ, Սալավիով, չգիտեմ, Զախարովա եւ այլն, հա, այդ բանը։ Այսինքն դրանք բացի ոչ միայն մնում են հրապարակախոսության մակարդակում խոսքեր, որ հակադարձես գնահատական տեսպետ չի, որ ազգային ժողովի նախագահ գնահատական տա, ոչ ոք, այլ կա իրավական գործընթացի արդյունքում ապացուցված փաստ։ Եթե չկա այլ բան է, այ եթե նույնս է կրկնում, հնարավոր է ասենք, թե չկարողանան հիմնավորեն, բայց մենք ունենք ես ունեմ հիմնավոր կասկած, այսպես ասեմ, ունեմ հիմնավոր կասկած, որ Կրեմլը շատ է շահագրգիռ, որպեսզի Հայաստանում իրապես հատկապես Կիրիենկոյի նշանակումից հետո, որպես կուրատոր հայաստանյան, շատ է շահագրգիռ, որ Հայաստանում առնվազն, ես չասեմ իշխանափոխություն, առնվազն ստեղծվի այնպիսի անկայուն վիճակ, որպեսզի ինքը կարողանա այստեղ կառավարել իր կողմից կառավարելի վիճակ։ Կապ չունի դա կլինի Նիկոլ Փաշինյանը թե ով։ Եթե դու անկառավարելի քաոտիկ վիճակ ես ստեղծում, ապա դա պարարտ հող է հենց Կրեմլի համար, որպեսզի ինքը իր մտածելակերպով ստեղծի իրեն ենթակա եւ հպատակ կառավարություն կամ իշխանություն, որը մենք տեսել ենք անցած նախորդած 30 տարիների ընթացքում Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։ հաջողությունս։ Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, իսկ օրվա իրադարձություններին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։